Սիրո սկսենք։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ։ Բարի օր։ Այսօր հայր եւ որդի Վարդանավներ ոդկասթի հերթական թողարկումն է, ինչ ասեմ, ու մի քիչ յուրահատուկ պայմաններում ենք նկարում ենք մեր ձմեռային հավաքատեղիից Աթանգյուղ, Լորվա մարզ, ինքը հիմա ձմեռային վարժանքներ է այդում, վաղոն վարժանքների պետն է, քանի հոգի եք? 16 հոգի։ 16 հոգի։ Բավականին քիչ է, համեմատ ասենք շատ հավաքների, բայց ձմեռային հավաքները երբեք շատ մեծ չեն լինում են 2 կամ 3 անգամ ավել, մեր ամենամեծ բրեձելը եղել է կարծեմ 38 80 ձմեռայինը, որ մեկն էր 21 թվականի ձմեռն է այդքան եղել, 22-ի բանը այդ հնարավորությունների եւ հասկացողությունների պատուան է, էլի, ասենք անմիջապես 20 թվականից հետո նկատի ունեմ մեր պարտված, ասենք, պատերազմական գործողություններից հետո մարդիկ ուշքի էին եկել ու հասկանում էին, որ պիտի մի քիչ պատրաստվեն։ Հիմա գնալով քարոզա այդում խաղաղություն, ցավալի է, բայց չեն բացատրում, որ խաղաղությունը ենթադրում է, որ պատրաստված քաղաքացի լինի։ Այդ չարամտորեն է այդում, թե այդում է չմտածված, ասենք, չբացատրել է, որ մարդ պիտի Հայաստանի քաղաքացի լինելով պատրաստված լինի, ես չգիտեմ, հետի թող Միգուցե նաև չեն հասկանում։ Միգուցե չեն հասկանում, ուղղակի չեն հասկանում։ Չնայած եթե նայենք Պապիկյանի վերջի հայտարարությունները, որ տեղային պաշտպանության ձեռաբարոնա կոչված ամենակարևոր զորքերից մեկն է, օղակներից մեկն է, ու մենք մեծ ուշադրություն ենք դարձնելու դրան, նշանակում է գոնե ինքը խոսքերով դա հասկանում է, գործողությունները չգիտեմ ինչքանով Ճիշտ է, հարցերը առաջանում, օրինակ հետաքրքիր է այդ մի քանի 100,000 հոգուն էլի այդ սովետական Սավկովի մտածելակերպով պետությունն է իրանց մարզելու, պարապացնելու, թե վերջապես, ասենք, կսկսի պետական որոշ մեխանիզմները խանդոտ չնայել հասարակական կազմակերպություններին, կարող է վերջապես հասարակական կազմակերպությունները թեկուս, ասենք, դոսավ արտնացնեն պետության օգնությամբ կամ չգիտեմ ինչ տեղական մարմինների օգնությամբ, բայց հաստատ որ չպետք է լինի մոնոպոլիզացված մի կառույցի ձեռքում, որովհետև նույն բաների նույն բաներին հանդիպենք, ասես մի հատ երկրապահ մեկ էլ եկավ մի իշխանություն, որը որոշեց երկրապահ քանդի եւ ես հեչ 18 թվականի հետ չեմ, ես 2000 թվականի հետ եմ, երբ որ երկրապահ քանդում էին եւ ստեղծվեցին մի քանի ուրիշ կառույցներ հատուկ երկրապահ մասնատելու համար։ Իսկ 18-ին լավ ենք հիշում, էլի ինչա կատարվել, չեմ ուզում դրա բանը պատմեմ, որովհետեւ քաղաքականացնեն էլ ինչ ձև։ Դե միջև 16-ից հետո էլ են երկրապահ լավ թույլատրել։ Այո։ Լավ, միջև անցնենք մեր բուն թեմային, հիշեցնենք մեզ դիտողներին, որ մեկնաբանություններ թողեք, կիսվեք մեր հաղորդումներով, լայքեր դրեք, եթե դուրն չի գալի դիզլայքեր դրեք, գրանցվեք մեր էջերին, սոցիալական ցանցերի, YouTube-յան, եթե ուզում եք շարունակական այսպիսի հաղորդումներ լինեն, դեպքի Patreon-ին գրանցվեք, եկեք ֆիզիկապես մասնակցեք մեր պարապմունքներին։ Ինչը ամենակարևոր մասնակցության ձևն է։ Ամսի 9-ին մեկամսյա պարապմունք է մեկնարկելու, ամսի 2-ին պետք է մեկնարկեր դիմողների քանակը ոնց որ քիչ էր, մի շաբաթ հետ ընկավ։ Այսինքն դիմողները շատ էին, բայց ֆիզիկապես շատ քիչ եկան, էլի։ Հա։ Դա բանը, չգիտեմ, ինչ ավանդույթ է ձևավորվել Հայաստանում, գրանցվել եւ ասենք, հա, դա ստացվում է պատահական են գրանցվել, ասում եմ, այդքան տվյալ էս լրացրել պատահական։ Այդքան գործողություններ, լավ։ Ինչևէ, բանը, ամսի 9-ից սկսում է հերթական մեկամսյա Հա, բայց ամիսը ամեն 21 օրը մեկ կա, հիմա ստացվել է մի հատ ամսի 9-ին ունենք, մի հատ 23-ին ամսի։ Իսկ այս մի ամիսը 2 շաբաթ Զազորովա լինելու։ Ու անցնենք բուն թեմային, այսօր խոսելու ենք Սիրիայի քրդերի մասին։ Սիրիայի քրդերը դա քաղաքական մի միավոր էր, ճանաչված, չճանաչված դրա մասին չի խոսքը, քաղաքական միավոր էր, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ
բավականին կայուն պահվում էր մի եռանկյունի, որը հյուսիս-արևելքն էր, Սիրիայի եռանկյունի էր, sense Ռոժավայա կոչվում, բայց ինքը գալիս է արևմտյան Քրդստան։ Ինքը քրդերեն կարծեմ հենց Ռոժավա արևմուտք է նշանակում, ինչքան գիտեմ։ Նույնիսկ սկզբից Ռոժավա, որ իրանք թարգմանում էին, արևմտյան Քրդստան էին ասում։ Հետո արևմտյանը, ինչքան գիտեմ, հանել են, որ չստացվի մնացած երկրների տարածքների վրա աշկ ունել, մնացել է ուղղակի Քրդստանը։ Բայց Ռոժավան նշանակում է արևմուտք քրդերեն։ Կարծեմ Կուրմանջի բարբարով իրանց Այդ սահմանի Սիրիայի ու Իրաքի սահմանի հենց կպած բաներն են, էլի Քրդստանն է, Իրաքյան Քրդստանն է։ Ինչ արժե նշել սկզբից միջև գալ իր ռազմական բանին։ Դե երևի գիտեք, որ տարբեր քրդերը հիմնականում ձախակողմյան կուսակցությունների են հարում, ասենք դա ձևավորվել է դեռևս 19-20 թվականներին, անգամ Շեյխ Սայիդ, թե Սայիդ Շեյխի ապստամբությունը 20 քանի թվականին ճիշտ է շեյխ էր առաջնորդը, բայց ասենք սոցիալիստական ինչ-որ լոզունգներ էին առաջ քաշում, գնալով այդ ձախակողմյան, ասենք, բաները շատ զարգացան ոչ միայն քրդերի մոտ, այլ նաև մյուս ազգային քաղաքներում։ Իրանք 2 տարով իրականում պետություն էլ հիմնեցին Պարսկստանում, Քրդստան անվանում, ուրիշ էր անվանում։ Դա Մոխաբադի, կարծեմ, հանրապետությունն էր, որը իրանց առաջնորդը միջև հետո փախել է Բաքվի այն ժամանակ Բարզանի այսօրվա Բարզանի հայրն էր, կարծեմ, թե պապան, հա։ Բարզանի կլանն էր համենայն դեպս, Բարզանի Աշիրետը, բայց Թուրքիայում եւ որոշ հարակից տարածքներում քրդերը եւ ազգային փոքրամասնությունները այս կամ այն ձևով, ասենք, սոցիալիստական, կոմունիստական ուղի են բռնել, օրինակ շատ տարածված է սոցիալ-դեմոկրատական եւ կոմունիստական հայացքները հանշենահայերի մեջ։ Շատ տարածված է Դերսիմի ձորում, որտեղ հիմնականում ալևիներն են, անկախ ազգային պատկանելությունից։ Փոքրամասնությունները, էթնո-փոքրամասնությունները, կոնֆեսիոնալ փոքրամասնությունները հիմնականում սոցիալիստական ուղի են բռնում, որովհետև ծայրահեղ ազգայնական Թուրքիան, ազգայնական Սիրիան, Բաասը դա ազգայնական, ասենք, կուսակցություն էր, Իրաքում ազգայնական, ասենք, կուսակցություն, էլի Բաասը, Իրանում նման բան չեմ լսել, պատճառը ինձ թվում է կրոնականին դեմ դնել ազգային սոցիալիստականը չի աշխատում, որտեղ ցանկացած կրոն իր մեջ որոշ սոցիալիստական տարրեր ունի, ասենք համընդհանուր ընտրություն խալիֆի կամ առաջնորդի sense բաներ, էլի։ Հիմա եթե խոսանք Սիրիայի մասին, Սիրիայում 17 թվականից քրդերը ուղղություն բռնեցին սինդիկալիստ անարխիստների ուղղությունը։ Զարմանալի ընտրություն էր, ինչի համար եմ ասում, արտաքին վտանգները ունենալով փորձը թուրքական բանակի հետ կռվելու իրանք միասնության փոխարեն ընտրեցին ամեն մարդ իր դարդին, Ուրենին ու Բարդին, ուրդեհաց ընդեկած, այսպես ապուշ լոզունգներին տրվելով հուսանք հայը այդ հիմարությունը իրան թույլ չի տա եւ նման բաներ ասողները թե դա ճիշտ է, ասենք, մի քիչ ավելի խորաթափանց նման մարդկանց կնայեն, այդ սինդիկալիզմը բերեց դրան, որ ճիշտ է այդ Ռոժավայի միության մեջ համ արաբներն էին իրանց կոմֆորտ զգում, համ ասորիները, համ հայերը երկու ջոկատ ունեն, որտեղ ոչ մեկ իրանց ներսի կյանքի մեջ չէր խառնվում, իրանցից ոչ մի պարտականություններ չկար, պատերազմի ժամանակ կուզես կգաս, կուզես չես գա, սենց վիճակներ էր, էլի, այդ սինդիկալիզմը դա միավորում չմիավորվելով, անարխիզմը դա պետությանը դեմ հասկացողություն է, գաղափարախոսություն է, եւ անարխիստ սինդիկալիստները, կարճ ասած, այնտեղ մեծ դեր խաղացին, որ ինքը չձևավորվի որպես կայուն պետական համակարգ, որը արտաքին վտանգներին
Ռոժավայից դուրս վտանգներին կկարողանա adekvat պատասխանել։ Այդքանը հասկանանք ու հիմա գնանք ոնց սկսեց այս Սիրիայում 11-12 թվին խառնվավ, իհարկե այդ արաբական գարնանից սկսած արաբական գարունը որ սկսեց, Թուրքիան ուներ մի առաջնորդ, որը միջև հիմա ղեկավարում Էրդողանը, եթե միջև այդ Էրդողանը լպստում էր Ասադին, որովհետև իրար ախվել էին պրոստատ մորքուրի աղջիկ էին իրար, եսի ինչ էին sense վիճակներ 70 աստիճան թեքվել միտեղ հանգստանում էին, բայց շանսը կորցնել բոլոր սուննի աշխարհին կուլ տալ եւ դարձնել հպատակ խալիֆայություն հիմնելով, նորից վերահիմնելով Թուրքիայում, նույնիսկ Իսրայելը այդ խաղին մասնակցեց, երբ որ ձև տվեցին, որ ոնց որ թե իրար հետ լավ չեն, այ ոնց որ հիմա են ձև տալի, որ իրար հետ լավ չեն, մենակ թե արաբական գարունը բերի դրան, որ խալիֆայություն վերականգնվի, վերջի խալիֆը եղել է Օսմանյան կայսրը առանց կայսրության 24 թվին կարծեմ կայսրությունը չեղյալ հայտարարվեց ազգայնական Աթաթուրքի իշխանության կողմից Թուրքիայում ու երբ որ խառնվավ քրդերը Մանբիջում Սիրիայի հյուսիս արևմուտք ավելի շատ բավականին ուժեղ դիրքեր ունեին, Հալեբում թաղամասեր կային, բայց ամենաուժեղ իրանց կողմը դեպի հյուսիսային Իրաք կամ քրդական ինքնավարություն Իրաքի, այդ հատվածն էր իրանց ամենաուժեղ, այդ Ղամիշլու քաղաք եւ իր շրջակայքում, բայց թուրքերն չթողեցին, որ իրաքյան քրդերի հետ միանան Սիրիայի քրդերը։ Հա, որովհետև մեծ ջանքեր են գործադրել, նույնիսկ գրոհել են Ռոժավա։ Շատ մեծ ուժեր են կորցրել նույնիսկ այդ բաները հասնելու են դրան, որ իրանք ընդհանուր սահմանը Թուրքիայի սահմանով չլինի։ Իրանք անգամ Ռոժավայի մեջտեղը վերևից, ասենք, ներթափանցել են եւ մոտավորապես 30 կիլոմետր սահմանից առաջ են եկել ու երկարությունը այդ երևի մի 100 կիլոմետրից ավել։ Որտեղ խնդիր ունեին, որ հենց միանային մաքսիմալ բաժանելու հիմք ունենան կամ արդեն բաժանեն քրդական տարբեր համայնքները։ Ու դա այնքան էլ դժվար չէր, եթե ընտրում ես չմիավորվելու, իսկ մենք լավ գիտենք, չէ՞, ցանկացած գործում, եթե միավորվում ես, հաղթանակը ավելի շոշափելի է դառնում։ Եթե չես միավորվում, սեփական ամբիցիաները կամ ինչ գաղափարախոսությունները քեզ խանգարում է, հույս չունենաս հաղթանակ տոնես։ Քրդերն էլ քեզ օրինակ։ Ռոժավայի ինքնապաշտպանության ուժերից ինչ կասես։ Իրանք վերջապես գոնե սինդիկալ էին, այս սինդիկատը, բայց 3 ուժով էին ներկայացված, մեկը քրդական աշխատավարձ։ Դու նկատի ունես ոնց որ խաչակիրների ժամանակ, ասենք, խաչակրած բաները, օրդենները, տամպլիեր, գոսպիտալներ, որտեղ ֆեոդալները սա ամեն մեկը իր կողմն էր քաշում կամ իր բունը նստած չէր խառնվում, բայց կային ուժեր, որոնք հասկանում էին, որ պետք է լինի միացյալ ուժ, եւ այդ ովքեր էին քրդական աշխատավորական կուսակցություններ, որը Սիրիայում, ասենք, ուներ ֆիլիալ, որ Թուրքիայից եկած բանը քրդերն էին, հիմնականում իհարկե նաև միացած իրանց տեղի, ասենք, առաջադեմ բաները։ Իրանց ուժերը իրական մինչև 15000 է ոնց որ ներկայացված եղել։ Մի քիչ շատ եմ, քիչ եմ լսել ես, մի քիչ շատ թիվ ես ասում, երևի ակտիվ բաները 7000, երևի համալրումներով 15000։ Դրանից հետո գալիս է իրենց դեմոկրատական ուժերը, որը կիսա օֆիցիալ համարյա պետական ուժեր ունեին մոտ 10000 հոգի, մնացածը երևի այդ ռեզերվներ, որը միջև 15000 կանանց բաներներ զինված ուժերն էին ներկայացնում։ Առանց իրանց մոտ այդ 100000-ից 15000-ը կանանց առանձին 100000-ից առանձին, հետո արաբներն էին դեպի բան գնացած արաբները հիմնականում ցեղերի տեսքով 100000 թիվ են ներկայացնում, բայց եթե իրենց զինբանը բախումներին նայենք, տենց ուժեր հաստատ ոչ մեկի չի կռվել։ Պատճառն էլ է պարզ, որտեղ իրենք բաժան եղած էին, առանց հիմնական հրամանատարություն չունեին, միանձնյա ամեն մեկը իր գլխի տերն էր կոպիտ ասած։ Հա, ընդհանուր շահեր գալիս էին ընդհանուրի, որ ստեղ պետքա պաշտպանենք, հասկացել էին այդ ժամանակ իրենց գլխավոր թշնամին, որ ԻԳԻԼ-ն էր, թե այսօր ոնց որ
ուղեցիրին Ջեբխետ Ան-Նուսրան։ Դա հիմա ժամանակին ԻԳԻԼ-ի դեմ էին, то есть Դաիշի դեմ էին իրանք ու Սիրիայի պետական զինված ուժերի հետ էին համագործակցում իրական։ Համագործակցում էին առաջի հերթին իհարկե Ամերիկայի եւ Ֆրանսիայի հատուկ ստորաբաժանումների հետ, բայց այնտեղ ընդհանուր քանի որ Բախում համարյա չկա եւ սիրիական ուժերը համագործակցել են նույնիսկ ռուսների հետ, որովհետեւ Ղամիշլույում միջև հիմա սա բան այս վերջերս հանձնեցին, երևի մի շաբաթ առաջ, 5 օր առաջ են տվել։ Ղամիշլույի օդանավակայանը փակվեց։ Դե հիմա Ռոժավան փակվեց կարելի ասել։ Չէ, չեմ կարծում, որտեվ այն Խասակե նահանգը, որ ամենավերևում է, հələ որ խիտ բնակեցված։ Ես ինչքան գիտեմ, արդեն պայմանավորվել են ներգրավվել բանի մեջ։ Դա նշանակում է հանձնվել։ Հանձնվել են, չնայած հանձնատուր չեն եղել, ոնց որ ուրիշ ելքել չունեն, որտեղ մի կողմից էս նախկին terrorist հիմիկվա Սիրիայի նախագահի ուժերն էին։ Բայց դա նորմալ է, երբ որ բանը նախկին terrorist ահաբեկիչ կամ չգիտեմ ինչ բանը, երբ որ գալիս է իշխանության, ինքը դառնում արդեն իշխանավոր ու Հայաստանի Հանրապետությանը իդեպ եթե իշխանության գար ոչ թե Ջեբխետ Ան-Նուսրան, այլ ԻԳԻԼ-ը նույն ձևով, այ ոնց որ հիմա է պետք կապեր հաստատել ցանկացած ուժի հետ, որ այդ երկրի իշխանությունն է դառնում։ Դե որտեղ այնտեղ ապրող հայրենակիցներ ունենք։ Այո, բացի դրանից, եթե դու Սիրիայի հետ sense տենց հարաբերվելու ես, օրինակ Աֆղանստանի հետ մենք հարաբերվելու կետեր ունենք, բայց չգիտես խի, ես չեմ լսել, որ Աֆղանստանում Հայաստանը ինչ-որ դիպլոմատիա խաղացնի, իսկ կետերից ամենակարևորը իմ թշնամու թշնամին իմ ընկերն է, եթե նույնիսկ իմ ընկերը չի, կարա իմ ընկերը լինի։ Դե հաշվի առնելով, որ հիմա մեր քաղաքական կուրսը խաղաղության բանը աղավնիներով է մենակ, այսքան թշնամի հասկացում։ Չէ, դա ինչ կապ ունի։ Պակիստանը, եթե իր սպեցնազը ղրգում է հայերի դեմ կռվելու, ինչի թալիբները մեր եթե բարեկամը չէ, ասենք գոնե մեր հետ հարաբերվող ուժ չդառնա։ Մանավանդ որ ինքը տրամաբանական է քո ասածը։ Տերորիստական կառույց չի Թալիբանը, գիտես, արդեն քանի տարի է իշխանություն են իրանք։ Տրամաբանական է ինչ ասում ես, ես լինեի նույնը կանեի, կփորձեի ընդհանուր եզրեր գտնել, գոնե։ Կարող է մերոնք էլ են փորձը, չեմ կարող ասեմ։ Կարող է։ Բայց նուսրայիթների հետ, որոնք իշխանության են, իրանց հետ հաստատ փորձելու են, որովհետև համոզված եմ, որ արդեն ինչ-որ խաղեր գնացել է։ Ինչի հետ եմ։ Մեր դեսպանատունը ոնց որ թե ընդ է ամիջև հիմա։ Կարող է անձնակազմ չկա աշխատող, կարող է 1-2 հոգի է, դա արդեն ավելի երևի փակ ինֆորմացիա չի, բայց ավելի օֆիցիալ աղբյուրները կարան բան անեն էլ, եթե օֆիցիալ աղբյուրներին դիմենք, բանը մարմիններին ավելի շուտ հարցերով դեսպանատունը այնտեղ կա մինչև հիմա մեր հայրենակիցներից 260,000 Սիրիայի, ասենք, Սուրիա հայերը չկան, բայց մի քանի տասնյակ հազար հոգի կան Հալեբում եւ մինչեւ 25,000, 15-ից 25,000 գնահատվում էր հայերի թիվը Ղամիշլույի հատվածում։ Ռոժավանա։ Այո։ Ու եթե այնտեղ բանա Ջեբխետ Ան-Նուսրանի իր իշխանությունը հաստատել է, դա նշանակում է իրենց ձեռքի տակ են հայտնվել կամ անպաշտպան են իրանց նկատմամբ, ասենք մեր 15-ից 25,000 հայ նաև այդ հատվածում։ Ընդհանուր այսինքն մոտավ միջև 60,000 հայ է գալիս ամբողջ Սիրիայով։ Այսինքն ճիշտ է, որ ճիշտ է, մենք Սփյուռքի նախարարությունը չեղյալ արեցինք, բայց ունենք հանձնակատար, որը որ մի մարդ պիտի մի ամբողջ նախարարության դեր խաղա, երևի ինքը ինչ-որ քայլեր ձեռնարկում է, երևի ինչ-որ հարաբերություններ փորձում է վերականգնի եւ արտգործ նախարարությունն էլ փորձում է ինչ-որ բան անի, փաստացի ունենք իրավիճակ, որը ձևավորվել է, կապ չունի այս պահին կապ չունի, ուտի մտքիդ մեջ պայես, որ Ջեբխետ Ան-Նուսրան է, որը հետո դարել էր Տախրիր Ռաշան։ Այսինքն էլի պետք է ձեռը պահես։ Այո, բայց այսօր Սիրիայի կառավարությունը Ալ-Ջուլանին է, որը անունը փոխել է, արդեն նոր անունը չեմ էլ հիշում։ Ալ-Ջուլանի նշանակում է բանա Հոլանի բարձունքներից։
то есть Իսրայելի կողմից վտարված արաբական ընտանիքի երեխա է եղել, որտեղ միջև իր ծնվելն է բան եղել կամ երեխա վախտեն իրան հեռացրել այդտեղից մի քանի տասնյակ տարիներ առաջ, կարծեմ 60 թե 70 թվերին։ Ուրեմն ինչ է ստացվում։ Մենք ունենք Սիրիա, որը որ հետը պետք է աշխատենք, իսկ դրա վարձուցիչն է Ամերիկայի պահվածքը, այս նոր կառավարության հետ, Ռուսաստանի պահվածքը այս նոր կառավարության հետ, Եվրոպայի պահվածքը այս նոր կառավարության հետ, Թուրքիայի պահվածքը, Թուրքիային հաշիվ չի, որտեղ Թուրքիան իր օգնել է եւ տիրում այնտեղ, պետք է հաշվի առնենք, որ Ջեբհեթ ան-Նուսրատ Տահրիր al-Շամը միշտ հովանավորվել է բանի կողմից եւ այսօրվա Սիրիայի կառավարությունը Բոլչի Խաֆես Ասադին է տապանա, չէ, Բաշար Ասադին է տապալել եւ Սիրիան դարձրել Իրանով, ինքը նաեւ թուրքական բանակի անմիջապես օգնությամբ Ռոժավան գրավեց այդ քրդաբնակ այն եռանկյունին, որը որ Թուրքիայի Իրաքի սահման եւ Եվրատ գետն է։ Քրդերը երևի մի 14 չէ, բայց մի 13 տարի ինքնավարություն են ունեցել Ամերիկայի, Ֆրանսիայի հովանավորչությամբ։ Ինքնուրույն եւ աջակցություն եւ հույսեր են ունեցել, նույնը Իրաքի քրդերը հույսեր են ունեցել, որ հեսա սկզբից այդ միտքն էլ չեն ունեցել հաստատ, ուղղակի որպեսի չմահանան, չմեռնեն, չմորթվեն, դրա համար ինքնակազմակերպվել իրենց, բայց հետո ինչքան գնալով ուժեղացել են, տեսել են, որ կարող են ԻԳԻԼ-ի դեմ պայքարեն, թուրքական ուժերի դեմ են կարող պայքարեն, արդեն ոնց որ ուտելուց ախորժակը բացվել, արդեն քիչ-քիչ սկսել են իրենց Քրդստանի մասին խոսալ, որտեվ քրդերը երևի ամենամեծ ժողովուրդն է աշխարհի, որը բան չունի, էլի իր երկիրը չունի այդպես։ Երևի չէ, ամենախոշորն է, որտեղ գնահատվում է 40 միլիոն միջինը, то есть Իրանի քրդերով, Իրաքի, Սիրիայի, Թուրքիայի, Հայաստանի քրդերով, Վրաստանի, Բաքվի հանրապետության եւ արդեն կան Եվրոպայում եւ Ռուսաստանում։ Համենայն դեպս, եթե հիշում եք, սովետական Հայաստանում դեռ քրդական այբուբենը մշակվեց Հայաստանում։ Քրդական ուրեմն տպագրություն գոյություն ուներ, ռադիո հաղորդում կար, երևի միջև հիմա պահպանված Քարվաճարի տարածքում Կարմիր Քրդստան էին սար կառուցում, փորձում էին եւ մենք էլ իմիջիայլոց, երբ որ 88 թվին հայկական ջարդերը սկսեցին, դրան, ասենք, վախերից թուրքերը սկսեցին Հայաստանից հեռանալ 89, 90, 91 թվականներին, մենք փորձում էինք քրդերին ասել մի գնացեք, էլի մենք ձեր նկատմամբ պրետենզիա չունենք, բանա ձեր վախերը ավելնորդ են, բայց իրենք որոշեցին հեռանալ, վախենալով, որ այս մեր կոնֆլիկտը կդառնա ավելի շատ կոնֆեսիոնալ, այո, կրոնական կլինի, այն դեպքում, որ ինքը կրոնական չդառավ, ինքը վառ արտահայտված ազգային բնույթ էր կրում, ազգազատագրական պայքար էր մեր կողմից եւ ազգային շովինիստների, ասենք, Բաքվի հանրապետության տարածքում ապրող քրդական միավորված ցեղերի կողմից շովինիստական քաղաքականության արդյունք էր եւ ուղղորդվում էր առեսօր քուրդ ղեկավար ունենալով ինքը պաշտպանում է ու շատ վառ է պաշտպանում թուրքական ազգայնական շահերը այս ռեգիոնում։ Այն աստիճան լավ է պաշտպանում, որ թուրքական կառավարությունը միշտ մեր կառավարությանը ասում է, բանը, Բաքվի հետ ձեր հարցերը հենց լուծում եք, խնդիր չկա, սահմանը բացենք։ Բաքվի հետ հենց հարցերը լուծում եք, երկաթգծը բացում ենք։ Բաքվի կառավարություն։ Հիշեցնեմ նաև, որ մենք չենք փակել Թուրքիայի սահմանը, Թուրքիան է փակել մեր սահմանը 93 թվականի գարնանը, երբ որ, ասենք, մենք Արցախի պատմական, ասենք, բանը սկսեցինք վերականգնել սահմանները եւ 1757 թվականին զավթված թուրքական եւ քրդական տոհմերի կողմից Քարվաճառը, ասենք, դեօկուպացրեցինք։ Այդ ժամանակվանից թուրքը սահմանը փակել է եւ չի բացել առ այսօր։ Լավ, եթե գնանք դեպի Ռոժավան, մեր խոսակցությունը մենակ բան չի, չէ,
փաստեր արձանագրող չի, այլ նաև մենք բան ունենք, հետևություններ ենք ուզում անի ոչ միայն մենք, այլ նաև մեզ լսողները ռուսերեն բառ կա պասիլ, հայերեն կլինի ուղերձը, մեր ուղերձը ո՞րն է մեզ լսողներին քրդական հաղորդման հետ կապված, քրդերի մասին, ռոժավայի քրդերի մասին խոսալու, որ հույսը չպետք է ուրիշի վրա դնես, Ամերիկայի վրա են սա հույսները դրել, Ամերիկան երբ որ կանգնեց ընտրության վրա Թուրքիայի հետ վատ հարաբերություններ թե քրդերի, միանգամից քրդերին սկուտեղի վրա հանձնեց։ Չեմ կարծում, որ մենակ դա էր, եթե լիներ միայն Թուրքիան, Թուրքիայի Քոբանի մարտերի ժամանակ Ամերիկան եթե անմիջապես օգնություն չէր հասցնում, ամենակիչը իր սպեցնազը չէր խոչընդոտում։ Կարող է գնահատել է իր ուժերն ու միջոցները, հասկացել է։ Իսկ կարող է մի քիչ էլ Սիրիայի տարածքում իշխանափոխություն տեղի ունեցավ։ Եվ ինքը այսօրվա ռուսահպատակը փոխվեց թուրքահպատակով։ Ռուսահպատակը, այո, փոխվեց։ Ռուսահպատակ Բաշար Եթե միջև այդ ռուսահպատակ չէր ինքը համենայն դեպս Գարնանից հետո ստացվա, որտեղ չէ, մեզ կարար թվար, որ ինքը նույնիսկ միջև վերջը, միջև 23 թիվ ռուսահպատակ չի, որովհետև ինքը բայց հետո որ մենակ ռուսը իրան ընդունեց, ինքը փախավ որտեղ ինքը փախավ Ռուսաստան։ Այ ռուսահպատակությունը դրա մասին բանա վառ վկայությունը որ կողմ փախավ, որ կողմ գնաց։ Ասենք Ուկրաինայի առաջնորդը իր ռուսահպատակությունը ցույց տվեց, երբ որ Յանուկովիչը գնաց Ռուսաստան պատասպարվելու, որոշ հայ չինովնիկներ գնացին այնտեղ ուժային եւ ոչ ուժային, երբ որ ստեղից պոչները մի քիչ տրորվեց, փախան Ռուսաստան, նույն ձևով Բաշար Ասադը, ու ռուսահպատակ Բաշար Ասադը, երբ որ հեռացավ, եկավ թուրքահպատակ Ալ-Ջուլանին եւ ռեալ պոլիտիկ են ասում Ամերիկան ռեալ պոլիտիկին նայելով, միջև այդ զորքերը հանել էր 200 հատուկ զորքերի, ասենք, զինվորականներ պահպանելով, այս հիմա այդ 200-ն էլ հանեց եւ ասեց ին վրա հույս չդնեք։ Հա, ու բացի դրանից նույն ռուսական այդ Ղամիշլի օդանավակայանը ռուսներին էր ոնց որ ծառայում, ռուսներն է հանեցին իրենց ուժերը։ Հա, ոչ մեկ տեր չկայնավ։ Ոչ մեկ տեր չկայնավ ու քրդերը ռուսները երկուսի արանքը։ Ռուսները օդում կախված են Սիրիայում առեսօր, եւ եթե իրանք մնային Ղամիշլույում, կամ կռվեին, դա հնարավոր է բերեր դրան, որ իրանք Խմեյմինն էլ կորցնեին եւ ասենք Լատակիայի նավահանգիստը կորցնեին։ Հա, նույնը ոնց որ բանում եղավ, էլի Ղարաբաղը տվեցին Ուկրաինայում, որպեսզի ինչ-որ գարանտիաներ ունենան։ Որ ունենան գարանտիաներ, որ ցախ կողմից որ գարանտիաներ ունենա Ղազախստանում օրինակ, որ Ղազախստանը թուրքահպատակ չդառնա։ Հա, ու ոչ մի բանը փաստ չէ, ոչ մի գարանտիաներ չկա, որ Տրամպի ուղի կոչվածը ամերիկյան գարանտիաների տակ է եւ այդ գարանտիաները պահի տակ չեն փոխվի, եթե դրա դիմաց խոսքի մի ուրիշ ավելի հարմար ճանապարհ բանը առաջարկեն թուրքերի իրանց կողմից, ասենք որ արի փոխանակում անեն։ Օրինակ Իրանը իրանցով անեն կամ խոսքի բանը Էրդողանի կանալը փորեն Բոսֆոր շրջանցող, թե Դարդանելը շրջանցող ու այդ կանալը ասեն բանը տալիս ենք ամերիկյան ֆիրմային, այն մեկը տվեք մեզ։ Հա Ուրա գարանտիան, չկա գարանտիա եւ մեր բանը ուղերձը մեզ լսողներին հետա որ չպետք է լինես բան սեղանի վրա եղած պրիզ, սեղանի եղած պրիզը էդի մեկը գալի վերցնում։ Միշտ ինչ որ մեկը կրում է, ինչ որ մեկը կարող է խաղացնի, կարա կրվի, չուզենալով կարող է ինադու կրվի, որ ուրիշ տեղ շահի։ Մենք բանա նույնիսկ թղթախաղի վիճակում չենք հիմա։ Մենք թույլ ենք տվել, որ մեզ բանա մեր ստատուսը իջնի միջև սեղանի վրա դրած բանկ։ Ինձ թվում է մենք դրանից էլ ենք իջած, բանկ էլ չենք արդեն, սեղանն ենք։ Մեր վրա խաղում են բառս որի մասը։ Չէ, այդքան դաժան չի կարող։ 20 թվականից միջև այդ ինձ թվում է մենք ֆիշկեն ենք թանկանոց ֆիշկա ենք,
քանի որ ունենք Արցախ, ինչքան գնալով Պարսկաստանից սահմանը փոքրանում է, Այնքան մեր արժեքը էժանագին ես դու դա այնքան ավելի արժեքազրկվում ես։ Քանի որ արդեն մենակ մեր խաղասեր հարևանս բռունցք անում ենք, գլուխներս կախ ամեն ինչ անում ենք։ Ինչ բռունցք։ Բռունցք էլ չի անում։ Հիմա էլ չի անում, բայց 22-ին բռունցք արեց, 23-ին բռունցք արեց, որ հանկարծ Արցախին չփորձենք բան անենք, որտեղ մեր գլուխը կուտի ու մենք արդեն սեղան ենք դարձել։ Մենք խաղադաշտ ենք։ Լավ, բոլա մեզ Իսկ եթե հետևություններ անենք, ուրիշ հետևություններ անենք քրդերից, այդ չպետք է բաժան լինենք։ Այդ էլ կարևոր է։ Միասնականությունն է շատ կարևոր։ Պարզա հայի պես տարակարծիք գտնելա պետք ուրիշ ազգ, չնայած եվրեյները երևի։ Քրդերը։ Քրդերն է, եվրեյներն են, բայց պետք է ընդհանուր երազանք ունենանք, թե ճանապարհը քրդերի տարակարծությունը գիտես, չէ, ավելի ուժեղ է, ինչ բանով եմ ասում։ Մենք ընդհանրապես ոչ մեկի հետ չմիավորվող տարակարծիք ենք ու համեմատաբար հեշտ է մի մարդուն հելնել սիրուն բառեր ասել եւ ինչ որ զանգված իր հետևից կքայլի։ Դա տարբեր տասնամյակներում եղել է 90-ական թվականներին, 2000-ական, 2010 քանից եւ հիմա էլ ասենք։ Քրդերի մոտ տենց չի։ Իրենք տարբեր 300-ին մոտ ցեղեր են, մեծ 10 քանի ատաշիր է ցեղամիավորումներ, հետնել Ռոժավայում բացի այդ 300 ցեղից նաև կային արաբական, բեդվինական ցեղեր, նաև ասենք ուրիշ փոքրամասնություններ, ուրիշ կրոններ։ То есть Ռոժավան շատ բաներ, ինքը մի ուրիշ ձևի պետք է վիզ դներ, միավորվեր, որովհետև պետական ռեսուրս ուներ Թուրքիան եւ այդ ռեսուրսը ծառայացնում էր բանին տերորիստ Նուսրայդ Ալ-Ջուլանին, որ ինքը Սիրիան իրանցով անի, հետո արդեն այդ բանը պետական ռեսուրսը Թուրքիայի ծառայացնում էր, որ Սիրիայի մեծամասնությունը գրաված Սիրիայի նախագահ ժամանակավոր կառավարության ղեկավար արդեն անունը փոխված ուրիշ ձևի Ալ-Ջոլանի չի, ուրեմն ինքը ամբողջ Սիրիայի տարածքում իր իշխանությունը հաստատի, բայց Իսրայելի դրուզերի տարածքին չեն կապնում ասեն։ Այդ հյուսիսային տարածքներում Իրաքի էլ Սիրիային էլ բան կա, նավթ կա։ Իմիջայլոց քրդերը ավելի խիտ էին այդ ապրում, գիտես։ Ջուլանին համել տնտեսական առումով էր իրան պետք, որպեսզի այդ հյուսիսային շրջանը, հյուսիս-արևելյան շրջանը գրավի։ Բանը, այո, 20-րդ դարի վերջ հայտնաբերեցին նավթը, որը որ այդ Խասակից սկսած մինչև դերձոր էր գալիս, ոնց որ ուղիղ գծով բան լինի, մի հատ ջիլ լինի, եւ այդ ամբողջ տարածությունը քրդաբնակ էր, բացի դերձորից։ Դերձորում բանը այդ մեր հայրենակիցների ոսկորների վրա, ասենք, ապրում են տարբեր ցեղեր, արաբական, ի դեպ, ասենք, տարբեր ձևի իրանց պահած 15-18 թվականներին հայերի նկատմամբ եղել են, որ գազանություններին մասնակցել են, եղել են, որ մեր երեխաներին պատանիներին փախցրել են, առել են, ասենք, տարել են ստրկության, իսկ եղել է հակառակը, որ փրկել են, փախստական, որ դուրս ապրծել այդ ճամբարներից փրկողներ են եղել, տեղափոխողներ դեպի Իրաք, Էդվարդ Անգլիայի կողմից գրաված։ Տարբեր մարդիկ կային, ասենք, բայց այդ տարածքում նավթա հորեր կան ու բավականին շատ, կարծեմ հաղորդումներից մեկում մենք դաժե հիշեցինք, որ այդ նավթահորերը ռուսներն էին փորձում գրավեին, չէ՞, ՉՎԿ-ի բանով, թե չենք խոսացել։ Դրա մասին չենք խոսացել։ Վագների նախապապին, ասենք, Սլավյանսկի լեգիոնը եւ նոր ստեղծվող Վագները 200-ից 500 հոգի մարդ կորցրեց այդ նավթին տեր դառնալու փորձը։ Ամերիկական ուղղաթիռները հելան ուղղակի աղացին այդ հետևակը։ Թեթև, ասենք, զրահապատ մեքենաներ։ Քրդական ուժերն էլ են իրականում թեթև, զինված։ Եվ ծանր տեխնիկա էլ կարող ունեին, բայց շատ հատիկներով։ Դել Սիրիայի բանակից մնացածներ, ինչ որ քանակ
որի սպասարկում բան չես կարող ասես Հա, այդ բանը արաբներից որ խոսացի, այդտեղ իգիլն էր բան արել, ռական իրանց մայրաքաղաքն էր, այդ իգիլի դերզորը լրիվ իրանց բանն էր, տիրապետության տակ էր եւ քրդերը իրանց բանով խիզախությամբ եւ որոշակի ծանր տեխնիկայի աջակցությամբ ամերիկյան եւ ֆրանսիական սպեցնազի իրանք այդ լրիվ տարածքը մաքրել էին իգիլից եւ Դաիշին բրթել էին փաստացի արդեն 12-13 թվին հողի վրա իրանք էին կռվում իգիլի դեմ, էլի սիրիական բանակը ռեալ դիմադրողը, պայքարողը բանում հյուսիսում Իրաքի եւ իրաքյան ուժերներն էին փախնում, քրդերն են եղել այդ քրդերն էին դիմադրում, իրանք իրար օգնում էին, որտեղ ամերիկյան տեխնիկա ա եղել, որ Սիրիայում խոցվել է քրդերի ձեռը M117 էր երևի, եթե չեմ սխալվում, ինքը Սիրիայում ընդհանրապես չի եղել, այսինքն պետք է Իրաքից եկածած լինի, էլի։ Դե այնտեղ բանը տարբեր տեխնիկաներ հայտնվել են նաև Թուրքիայից, ոնց որ թե Իսրայելից էր, ինչ-որ տեխնիկայի տեսակներ են 117-ը բանից էր, մենակ Իրաքում ա եղել։ Հա, իդեպ մի կարճ բան էլ ասեմ, Դաիշը, իգիլը իր դաժան, ասենք, մեթոդները հիշում եք, չէ, ասենք հերոստա բանը բեմադրությունները մասսայական չէ, ասենք, բայց 10-15 հոգի, 20 հոգի մահապատիժ բան գազանություն, բայց Ջեփխետ Ան-Նուսրան է մարդակերության, ասենք, ռոլիկներ գցել, ասենք, հրամանատարները իրանց, ասենք, շատ դաժան են եղել։ Իրենք բոլորը, թե իգիլը, թե Ջեփխետ Ան-Նուսրան, Տախրիր Ալ-Շամը, Ալ-Կաիդայի ճտերն էին։ Ալ-Կաիդան, ոնց որ ասած, նետվորքինգ էր անում եւ այո, ես 12, 13, 14 թվականներին կապ եմ պաշտպանել մի Հյուսային Կովկասից ասենց լավ մորուքով տղայի հետ ինքը չգիտեր որ ես հայ եմ ռուսերեն էինք շփվում իրար հետ մեկ-մեկ տարբեր արաբական բաներ գցելով հանդե աղոթքի բանի հետ կապված ես չէի ասում ես կոնկրետ որ ցեղից եմ բայց այնպես բաներ էր ուղղորդվում էի այնպես որ մտածեր որ ես կամ Կարաչայ եմ կամ ասենց ինչ որ Հյուսային Կովկասից ժողովուրդ եմ որը մաքսիմալ ռուսաֆիկացվել է ու ինքը ես պատմեց, որ բանը Ալ-Քայդան $2 միլիոն էր տվել, որ հալալ բաժանվի, տրվել էր իգիլին, իգիլը ստորություն էր արել, մվալ Ալ-Անսարին դա բանը Հյուսային Կովկասի չերկեսների, չեչենների, բաների հավաքածու էր եւ սովետական միությունից գնա իրանց շատ քիչ փող էին տվել այդ 2 միլիոնից մի 50 թե 60 հազար էին տվել Ջեփխետ Ան-Նուսրային մի 200 հազար էին տվել մնացած իգիլը համբ էր արել եւ դա եղել էր միջև իգիլը Մոսուլում բանկի այդ տոննաներով փող ու ոսկին տեր դառնալը որ ինքը Ալ-Կաիդայի ձեռքին նայում էր երբ որ ինքը մեծ փողերի հասավ Ալ-Կաիդային սկսեց ոնց որ ասած գցել նավթավորերի գլխին կայնավ այո իսկ Ալ-Կաիդան ձեզ էտել ասեմ Ալ-Կաիդան էլ, Համասն էլ եղբայր մուսուլմանների ուժային թևերն են։ Իսկ հիշում եք ասենք եղբայր մուսուլմաններից ով է նախագահ հիմա, բացի Ալ-Ջուլանից երկրագնդի վրա Թուրքիայի prezident Էրդողանը։ Ուզում եմ ասեմ, հասկանանք, էլի ասենք սենց բանը Ցեպոշկեն այդ ով ում ենթակայա ով ավակ եղբայրն է։ Հիմա բանը շատ կարևոր բան ասեցիր։ Համ միասնության մասին է մեր միասնության համ էլ ուրիշի վրա հույս չդնելու։ Այդ ինչ է ստացվում։ Համ էլ պատրաստ իրանք սկզբից ուրիշի վրա այդքան է հույս չէին դնում։ Իրանք վրա ստավկեն դրվեց, երբ որ իրանք ինքնակազմակերպ իրանք սկզբից հույս չէին դնում, պայքարում են, բայց հիմա Հիմա արդեն ուրիշի վրա են հույս դնում, չէ, վերջի Չէ, հիմա նկատի ունեմ մի ամիս ու կես, 2 ամիս առաջ հույս էին դնում։ Հույս դնում էին, բայց երբ որ արդեն թողեցին, ստիպված միջև վերջ կռվողներ ունեցել են, այդ քո ասած հյուսի ամենահյուսիս արևելքում, հələ կռվում էլ են։ Չնայած ոնց որ պայմանավորվան, բայց դե Ալ-Ջուլանին հասկանում է, որ բնաջնջել քրդերին իրեն այտենց էժան չի տրվի, ոնց էլ լինի ինքը խաղաքարտ հատալու տարբեր խաղացողների, որ իր երեսով տան, ասեն, դու հայկական ցեղասպանության եղանակն ես, բայ քրդական։ Այ ոնց որ մեր
նախնիների, ասենք մեր ազգականների թափված արունը խաղաղ քարտա եղել Նույն Թուրքիայի դեմ, Ամերիկայի, Ռուսաստանի, Եվրոպայի, Ֆինլանդիայի, ես չգիտեմ ում բան, նույնը, ասենք, որպեսի իր դեմ չդառնա, ասենք, խաղաղ քարտ, ինքը որոշեց ինչ-որ ամնիստիաներ հայտարարի, ասի, որ քրդական բանա լինելու, մշակույթային որոշակի արտոնություններ, դպրոց, եսիմինչ լրատվամիջոց եւ քրդական զինված ուժերը կարող են մտնել Սիրիայի բանակի կազմի մեջ։ Քանի որ բաժան եղած էին վերևը, քիչ-քիչ արդեն ցեղ-ցեղ պայմանավորվեց կռվողներին էլ արդեն տեսան, որ քիչ են երկու պետության դեմ, էդ էլ էր էլի ստիպում հանձնվեն։ Գիտես ինչ, բանը, քրդական պատմությունը բավականին բան է, էլի, տպավորիչ է։ Շատ-շատերը չսիրելով, ասենք, քրդերի արարքը սրանից 100 քանի տարի առաջ եւ չսիրելով որ նա բորբոքվելով եւ ատելով այդ գազանություններին մասնակցելը դեռևս 19-րդ դարի վերջից, երբ որ քրդերը Համիդի եւ բանջոկատներ կազմեցին եւ սկսեցին Բուլղարիայի եւ Հարասլավիայի բաշիբոզուկների դերը իրանք խաղալ չեչենների հետ միասին այս տարածքում հայկական լեռնաշխարհում բանը ոնց որ ասած մի քիչ դա մեզ կուրացնում է, բայց որ նայում ես 1000 տարուց ավել պատմություն ունի քուրդ ժողովուրդը, քրդական ցեղերը, քուրդ ժողովուրդը չէ, քրդական ցեղերը տվել են վառ անհատականություններ, բանը հայկական պատմասերներին ասենք մի փոքր ինֆորմացիա տամ, ուրեմն Սալահ էդ-Դինի հոր եղբայրը Դվինում էմիրներից մեկն է եղել եւ չի բացառվում, որ Սալահ էդ-Դինի մանկության տարիներին կամ ինքը մանկության որոշ տարիներ անցկացրել է Հայաստանի, ասենք, Արարատյան դաշտավայրում, իսկ կարող է ուղղակի 1-2 անգամ հորողբոր տուն է եկել։ Ամենայն դեպս չեմ կարծում, որովհետև ինքը ամենամեծ պաշտոնյան է եղել իր հորողբերը եւ բոլորը ավակին ներկայանալու խնդիր ունեն, ասենք, ֆեոդալական ժամանակաշրջանում, իսկ դա հենց այդ վառ ֆեոդալական ժամանակաշրջաններ 11-րդ դարի մասին է խոսքը, 12-րդ դարի մասին է խոսքը։ Տարբեր քրդեր, ասենք, եղել են վեզիրներ, բաներ, թե Իրանի շահի մոտ, ասենք, մեծ թափ են ունեցել զորավարներ, բանը, թե թուրքական կառավարությունում մեծ թափ են ունեցել, բայց իրանց հիմնական խնդրեմը եղել է ուր դեհաց ընդեկած եւ իրար հետ չմիանալը։ Դրա պատճառով է, որ անգամ առաջի համաշխարհայինից հետո, երբ որ քրդերը լինելով այս տարածքում մոտավորապես 12-ից 14 միլիոն բնակչություն ունենալով, իրանց քանդված կայսրությունից հող չհասավ։ Մենակ Իրանից կարացան մի քիչ օգտվեն, այնա մի 2 տարի հետո Իրանը արդեն ոնց որ ուժերը համարել։ Էդի օգտվել չեղա, որտեվ բանա իրանց դեմ պայքարողը նույնիսկ բանա իրանական բանակը չէր, որ այդ վաղ համարյա զրացված էր, այլ բանը իրանական կազակական գունդներ, որի սպա եղել է նաև Մոխամեդ Ռզայի, Ռեզա Պեհլևի նախնին հիմնադիր է այդ դինաստիայի, այդ հարստության եւ ոստիկանական ուժերը, то есть նշանակում է իրանք նույնիսկ այդտեղ Իրանում չեն կարացել իրար հետ միավորվեն։ Մեր չմիավորվելը երևի նույն ձևով վարակված է, ասենք, տարբեր ազգակցական կապերով, դա կեղտոտ մի հատ ձևով օգտագործվող շատ լավ բառ կա, որը տոհմա նշանակում ընդհանրապես, լսած կլինեք կլան։ Կլանը դա բանը Շոտլանդիայում, Իռլանդիայում տոհմա նշանակում եւ այդ տոհմա ցենտրիկ sense վիճակները այն ազգի վրա ուշադրություն չդարձնելը բերում է քրդերին ծանր վիճակի եւ նաեւ մեզ է ծանր վիճակի բերում, երբ որ գյուղապետին ընտրում են իր ազգականները այն մյուս ազգի կանդիդատի դեմ, այն դեպքում որ այն բանը տոհմի, որը որ քոնը չի կանդիդատը կարող ավելի գրագետ է, ավելի ճիշտ բաներ է սարքել կամ ուզում է սարքի,
իսկ քո կողմնակից բանա քո տոհմի առաջնորդը կեղտոտ կոռուպցիոներ գյադա է, բայց քոննա ու դու ստիպված իրան ձայն ես տալի։ Ստիպված չես աղբյուր ջան, հետագայիդ մասին մտածես, հեչ ես ստիպված չես։ Հետագայով, ապագայով է պետք ղեկավարվել միասնության գործում եւ ընտրության հարցերում, ընտրության զուգընկերոջ, ընտրության ղեկավարի տարբեր աստիճանի, ընտրության հարևանի հետ ինչ հարաբերություններ ունենաս, պետք է միասնություն լինի եւ ռեալ պոլիտիկ։ Տրամփին լսեք մեկ-մեկ էլի խելացի մարդ է։ Ճիշտ է, մի քիչ սամադուր բիձա է, բայց շատ խելացի է, շատ գոնե անցյալում այտենց ա եղել, առ այսօր իր խելացիությունը զգացնել է տալի։ Նույնիսկ այն Էփշտեյնի խառը պատմության մեջ ինքն լրիվ մաքրամաքուր է, թե չէ թույլ չէր տա, որ այդ բաները հրապարակայնացնի։ Էփշտեյնի հետ ով բարև ա տվել, կեղտոտվել է։ Տրամփը կարացել է իր այդ բարև տա ու չկեղտոտվի։ Խելացի մարդ։ Ռեալ պոլիտիկով ղեկավարվող, որ ոչ մեկ չգիտի, կամ չեն կարող ասել։ Չեն կարող ապահովությունապը, չկա այդպես բան։ Ինքը թույլ չէր տա, եթե թեքու սենց երկար քիչ փորելով, ինքն է պրեզիդենտը, ինքն է բանանում, բացահայտեն, չբացահայտեն։ Իսկ չես կարող ինչ-որ փաթեթ հանես ու իր տեղը չերևա։ Դե անդե Պատկերացնում ես ինքը դառնում է ստրուկը այն մարդկանց, ով որ այդ փաթեթները սկզբից տեսել է։ Բայց մեկը վիճելի է այդի շատ, որտեղ այնտեղ էլ տարբեր ուժեր կան, ինքը ինչ որ մի ուժի ներկայացուցիչ է, հակառակ ուժը կար այդ բացահայտումները փորձի ան։ Չի ստացվի, ասախի։ Եթե ընդ մաքուր ինքը չլիներ, եթե ինքը ընդ մաքուր չլիներ, ասենք հրապարակած կլներ։ Այդ ամեն ինչը ինչ որ մարդիկ տեսել են, չէ՞։ Արդեն հրապարակած ասենք 10 հոգի, 20 հոգի, պատկերացնում եք այդ աբիոմը փաստաթղթերի, կարող է մի 30 հոգի, այդ 30 հոգին գյոզերով պետք է սպանվեր, որ ասենք թաքուն մնար։ Հաստատ հակադարձ Կամ էլ այդ 30 հոգին վաղուց, ասենք հակադարձ ուժերի կողմից կօգտագործվեին, կամ էլ Տրամփի վզին գնստեին ու կկթեին իրան, ասենք, պաշտոններ, փողեր, մողեր, իսկ շանտաժիստներին, ասենք, ոչ մեկ չի սիրում եւ օրերից մի օր վերջը սկսում է իրանց պատժել ու զրկել տարբեր բաներից, այդ թվում նաեւ կյանքից։ То есть Տրամփը այնքան խելացի է, նույնիսկ Էփշտեյնի հետ շփվելով չկեղտոտվի։ Ռեալ պոլիտիկին ուշադրություն դարձրեք այդ մարդուն։ Այսքանով երևի ավարտենք։ Զգում ես Տրամփի Ամերիկայի Միացյալ Նահանգներին համ քֆրտեցինք, համ էլ գովերքում ենք։ Դե իրականում չենք քֆրտել, այս ոնց իր ստորությունը ռեալ պոլիտիկի վրա հենված են, որ կարային ցեղասպանվեին, ինքը հո դրա գառանտիան կարար տար, որ չէին ցեղասպանվի քավները։ Դա բան է, էլի ինքը իր երկրի մասին է մտածում։ Ինքը չէլ թաքցնում։ Ռուսներին բրթելու համար ինքը չէլ թաքցնում, որ իր համար կարևորը իր ամերիկյան Միացյալ Նահանգներն է, իր շահերով մնացածի վրա թքացնում։ Դա նշանակում է, որ մենք էլ պետք է անգամ խելք ունենանք, որ դա որ միավորվենք, որ հնարավորություն ունենանք մեր շահերը առաջ տանենք, որ այդ իր գառանտները ճանապարհի վրա կա իհարկե շատ լավ է, կամ վատը չգիտեմ, վերջնական էլ ինչ կստացվի, հələ որ դեպի լավ։ Բայց դրա գլխավոր պահապանը նույնիսկ տրիպի ճամփեն, այդ տրիպերները չմտածեն, որ Ամերիկայի նահանգներն է։ Տրիպերները նկատի ունեմ այդ տրիպի պահապանները։ Ոնց որ կա հեղափոխության պահապանները, տենց է կա տրիպի պահապանները, նվիրյալներ։ Իրանց կհանդիպեք YouTube-ում մեկ-մեկ։ Այ իրանք պետք է հասկանան, որ տրիպի գլխավոր պահապանը ես եմ, գլխավոր գառանտը ես եմ, վաղինակը դուք եթե գաք ոմա պարապեք կամ ուրիշ տեղ պարապեք եւ այդ նույն տրիպերը եթե ամեն բան ասենք իր հնարավորությունները օգտագործի Հայաստանի Հանրապետությունը լինի ինքնուրույն ուժեղ ոչ թե ուժեղ լինի այն վաղ երբ որ իրան թույլ են տալի այդ ժամանակ արդեն խաղադաշ չենք լինի այդ վաղ կլինենք մինիմում խաղաքարտ իսկ եթե մի քիչ էլ վիզ դնենք խաղացող Իսրայելի նման Իսրայելի Շվեյցարիայի Այդ տարածաշրջանում Իսրայելն է դրա համար Իսրայելի անունը Շվեյցարիան շատ բան է էլի այտենց դրախտային տեղ է մեզի թվում շատ հեռու է Իսկ այն վաղ երբ որ գազանությունը համատարած էր ասենք Գերմանիայում եւ Ավստրիայում եւ Շվեյցարիային ձեռք չտվեցին կարող է դրանից է որ ինքը
տրիպի ճամփին տիրություններ անում ինքնուրույն, Այդ ճանապարհով անցնում է, այդպես ճանապարհ կար իմիջայլոց։ Իտալիայից, ասենք, Ավստրիա գնացող, որը Գերմանիայի մաս էր դառը, երկաթգից, Շտիրլից կինոն եթե նայեք, իր գարանտով էլ անցնում էր իրականում, իրապետության տակ։ Այո, ու ասում էր, ինչ ուրիշ ուժեր, ես ինքս կպահեմ։ То есть Շվեյցարիայի օրինակն էլ լավն է։ Արդեն ճաշի ժամն է, էլի գնա։ Գնանք ճաշենք, հա։ Իդեպ, ասենք, հավաքի շատ բանա ցուրտ է ինձ թվում, բայց երեխեքը նայում ես շատ թեթև հագնված են բանկան, երևի ծերացել է։ Միգուց։ Այս տխուր նոտայի վրա ավարտենք։ Հաջողություն ձեզ, միասնական եղեք, ուժեղ եղեք, մի ալարեք, բարապեք։ Եղեք անփորձանք։